ազդեցություն են ունեցել թե Հայաստանի դիրքավորման, թե ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության եւ զարգացումների վրա։ Մեր կենտրոնը բնականաբար ուշ-ուշով հետևում է այդ զարգացումներին եւ տարաբնույթ վերլուծական նախաձեռնություններով է հանդես եկել եւ տարաբնույթ նաեւ հրապարակումներ են ունեցել։ Այդ համատեքստում մեր այսօրվա սուրիսը հենց կենտրոնանա այդ բոլոր զարգացումների վրա, դրանց ազդեցությանը տարածաշրջանային քաղաքականության վրա, դրանց միտումների եւ իհարկե նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների։ Այդ համատեքստում եւի առաջին հարցը կհնչեցնեմ պարոն Պողոսյանին։ Պարոն Պողոսյան, ինչպես արդեն նշեցի, վերջին 1 տարվա ընթացքում ընդհանրապես Հայաստանի համար ինչպիսի ազդեցություն ունեցան 2025 թվականի օգոստոսի Շնորհակալություն Արմենակ եւ ողջունում եմ օգոստոսի ընդունված փաստաթղթերի ազդեցությունը Հայաստանի վրա, ապա ես կառանձնացնեի 2 ոլորտ։ Առաջինը աշխարհաքաղաքական, այստեղ հիմնականը դա հայ-ադրբեջանական հնարավոր նոր էսկալացիայի, իսկ եթե ավելի կոնկրետ ասենք, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական նոր ագրեսիայի հավանականության էական նվազումներ։ Բոլորս ենք հիշում 2025 թվականի առաջին ամիսներին, ինչ լարված իրավիճակ էր, հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը կեղծ լուրեր էր տարածում Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին եւ ադրբեջանական մամուլում, այդ թվում նաեւ ուղղակիորեն պետական բարձրաստիճան ինստիտուտների հետ կապված ԶԼՄ-ներում անընդհատ նշվում էր, որ Ադրբեջանը ունի իրավունք դիմելու պատասխան գործողությունների։ Այսինքն 2025 թվականի մարտ, ապրիլ ամիսներին կար բավականաչափ վտանգ նոր ռազմական էսկալացիայի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այդ վտանգը էականորեն նվազեց, կարելի է ասել մոտեցավ 0-ի, եւ այս պահի դրությամբ նույնպես այն գրեթե մոտ է 0-ի եւ ամենայն հավանականությամբ առնվազն այսպես կլինի մինչեւ նախագահ Տրամպի վարչակազմի գործունեության ավարտը, այսինքն մինչեւ 2029 թվականի հունվար։ Սակայն այս փաստաթղթերի նշանակությունը միայն դրանում չէր, դրանք էականորեն խթանեցին նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները։ Հիշեցնեմ, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեցին նաեւ 3 հուշագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում թվային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում համագործակցության վերաբերյալ եւ նաեւ 2026 թվականի մայիսին մենք ունեցանք նոր հայ-ամերիկյան փաստաթուղթ համապարփակ ռազմավարական համագործակցության մասին, որը փոխարինեց 2025 թվականի հունվարի սկզբին դեռ Բայդենի վարչակազմի օրոք ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթուղթը։ Եվ նաև մենք տեսնում ենք, որ այս հուշագրերը ոչ միայն թղթի վրա են, այլև տալիս են որոշակի արդյունք։ Ընդամենը 3 օր առաջ, օգոստոսի 8-ին Հայաստանում տեղի ունեցավ առաջին խոշոր արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը, որը ուղղակիորեն պայմանավորված էր ստորագրված հուշագրերով։ Հետևաբար, եթե ամփոփեմ, 2 ուղղություններ՝ աշխարհաքաղաքական, երկկողմ եւ նաեւ տնտեսական։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, ձեր դիտարկումների համար։ Պարոն Մերկուրյան, հաջորդ հարցը ուղղված կլինի ձեզ։ TRIP նախագիծը որպես այդպեսին ներկայացում է որպես տարածաշրջանային կապակցվածության connectivity կոնցեպտի, այսպես ասած, ավելի ընդգրկուն հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական փոխգործակցության խթանման յուրահատուկ նախաձեռնություն։ Միաժամանակ այն ունի նաև հստակ աշխարհաքաղաքական նշանակություն եւ կարող է ազդել նաև տարածաշրջանում ուժերի եւ շահերի